به خانه خدا و مساجد. Ըստ Թեհրանի քաղաքապետի ցույցերի ընթացքում հրդեհվել է 42 ավտոբուս եւ շտապօգնության մեքենա, 10 պետական հիմնարկ, 24 բնակելի տուն։ حمله کردند. Արդեն 12-րդ օրն է իրանցիներն ավելի քան 100 քաղաքների փողոցներում դուրս են եկել հակակառավարական բողոքի ցույցերի։ Զանգվածային անհնազանդությունների ֆոնին իշխանությունները սահմանափակել են համացանցը եւ հեռախոսային կապն ամբողջ երկրում։ Թեհրանի բնակիչների պնդմամբ քաղաքի մի մասը դուրս է գալիս կառավարության վերահսկողությունից։ Բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 45-ի, այդ թվում անվտանգության ուժերի 8 աշխատակից։ Մոտ 2280 անց ձերբակալվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևել է Իրանի վերջին շահի որդու Ռեզա Փահլավիի գործունեությանը եւ նրան համարում է հաճելի մարդ։ Թրամփը շեշտել է, որ այս պահին չի նախատեսում նրա հետ հանդիպել ԱՄՆ նախագահի կարգավիճակով։ Նրա խոսքով ներկայիս իրավիճակում ինքը վստահ չէ նման քայլերի օգտակարության հարցում։ Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Սպիտակ տան ղեկավարի հայտարարություններին ի պատասխան ասել է, որ Թրամփը պետք է կենտրոնանա իր երկրի խնդիրների վրա։ Բոլորը պետք է իմանան, Իսլամական Հանրապետությունը իշխանության է եկել 100 հազարավոր ազնիվ մարդկանց արյան վրա։ Ցուցարարները իրենց հույսը կապելով Վաշինգտոնի հետ գործում են ի վնաս Իրանի։ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի ավիրողների հետ պայքարում, շեշտել է Խամենեին։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանը կոչ է արել անվտանգության ուժերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Պետք է խուսափել ցանկացած բռնի գործողությունից, ասել է նա։ Անհրաժեշտ է գնալ երկխոսության, խաղաղ շփման եւ լսել Իրանի ժողովրդի պահանջները։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանը երբեք չի խուսափի Միացյալ Նահանգների հետ իրական եւ լուրջ բանակցություններից, որոնք ուղղված են արդար եւ հավասարակշռված համաձայնության հասնելուն։